Բարև ձեզ սիրելի լրագրողներ, սկսում ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ խաղային մամուլի ասուլիսը։ Եթե կան հարցեր, խնդրեմ։ Հայկ։ Բարև ձեզ։ Այսօր սխեմայի փոփոխության եք գնացել, որքանով դա արդարացրեց, ինչ նպատակներ եք հետապնդում եւ ընդհանրապես խաղի մասին ձեր կարծիքը։ Տանուր առմամբ մեր պլանը կացայի աշխատում էր, վերլուծել ենք մրցակցին, մեր համար խաղի սկսելուց ոչ մի նորություն չտեսանք, պատրաստվել ենք ճիշտ, գիտենք ինչի է ընդունակ այս թիմը, կարողացել ենք շատ հարցերում հաղթող դուրս գալ, ափսոսում եմ, որ այդ երկու մոմենտը, որը մեր տղեկը պիտի ավելի շատ բնավորություն ցույց տային մենա պայքարի մեջ, այդտեղ պարտվեցինք, ընդհանուր առմամբ սխեման փոխել ենք, սխեման աշխատում էր եւ պաշտպանությունը ճիշտ են խաղում մերոնք, մեր թիմը եւ հարցակման գծում էլ ուղղակի երևաց Սպերցյանի տեղը, երևաց այսօր որակի հարց ունենք, դուք էլ նկատեցիք, որ 10-ից 15 հարված ու սաղ վերև, դա որակի հարց է, բայց ընդհանուր առմամբ շնորհակալ եմ այդ տղաներից, ներողություն եմ խնդրում երկրպագուներից, ձեզանից, որ չկարողացանք հաղթել, բայց ճիշտ ուղու վրա ենք, ամենակարևորը, որ այս թիմի աչքերի մեջ կրակ կա, մեծ ցանկություն կա խաղալ իրենց ազգի համար, ուղղակի համբերություն, ժամանակ աշխատել, մեծ փոփոխություններ արվել, իսկ այդ փոփոխությունները մի քիչ ժամանակ է ուզում, տխուր եմ արդյունքից, բայց աշխատանքից գոհ եմ, այդքան ֆուտբոլից ներկային առաջի անգամ էին խաղում, ադապտացիա լիներ մեծ ֆուտբոլ այդ տարիքում, փորձ չունենալով, ես լավատես եմ։ Բազմաթիվ նորեկներ կային հավաքականում, հատկապես որ նորեկները տպավորեցին եւ նրանցից ում եք տեսնում արդեն կարևոր պատասխանատու խաղերում հավաքականում։ Առայժմ շուտ է, ասելում եմ տեսնում ավիտնի մեր պաշտոնական խաղերին, առայժմ փորձություններ է, բայց կարամ ասեմ, չկա ֆուտբոլից ոչ չեմ տենում։ Այսինքն ով կա մեր տղաներից, մեր նորեկներից, բոլորն է գոհացնում են։ Չկա մի ֆուտբոլից, որ ասեմ, փոշմանել եմ կամ չի համապատասխանում, այդ ձևակերպեմ, բայց որ ասեմ, կարող են այս տարի մեզ օգնել բոլոր նորեկները, առայժմ շուտ է։ Պարոն Մելիքյան, պետք է արտամելի հարցը։ Պարոն Մելիքյան, երեք նկատեցինք, որ հյուրերի սեկտորի արքերա պատնեշը հանվել է, այնուամենայնիվ միջոցներով կառուցել, արդյոք այդ մասին տեղյակ են պահել, թե ինչպես է առանց հյուրերի սեկտորի անվտանգությունը ապահովելու, արդյոք այդ մասին կարող եք ինչ-որ բան պատասխանել։ Ես ներողություն եմ խնդրում այդ հարցին չեմ տիրապետում ու իմ գիծը չի, դրա համար հատուկ կան ուղղություններ, մարդիկ, որոնք այդ հարցը ես չեմ ուզում պատասխանել, կներեք։ Պարոն Մելիքյան, առաջի խաղակեսում եղավ մի դրվագ, որտեղ սուր գրո էր կարծես թե մեր հավաքականը անցկացնում, բայց վինգերները ավելի հետ էին քաշված, ավելի նպատակահարմար չեք գտնում, որ կարող էին վինգերները կենտրոնական հատվածին ավելի մոտ լինել եւ հարվածներ կատարել հեռավոր անկյունը, ոչ թե մոտակա անկյունը։ Դուք խոսում եք մի էպիզոդից,
Այդ մեզ էպիզոդը չեմ կարող սա խաղի ընթացքում հիշել ինչի մասին է խոսքը, բայց մեր վինգերները շատ սուր էին ու ակտիվ էին, լավ գրովում էին ու հակագրովում էին։ Կարող է մի էպիզոդում թերացել են, չեմ կարող ասել, բայց ընդհանուր առմամբ սուր էին ու վտանգավոր։ Էրիկ Վարդանյան, ցանկանում եմ հարցնել թիմի կենտրոնական պաշտպանների մասին, արդյոք գոյեք պաշտպանների խաղից, մասնավորապես Գեորգի Արությունյանի խաղից։ Այո, բոլորից ընդհանուր առմամբ դժգոհ չեմ, բայց երկու գոլերը, այո, այդ երկու գոլերը ես պետք է վերլուծեմ եւ պահանջեմ, դա նորմալ չէ։ Ընդհանուր առմամբ դժգոհ չեմ, որովհետև շատ լավ բաներ տեսա։ Գեորգի Արությունյանի կասեմ, որ իր տեղում չէր խաղում 6 համար Իվուի տեղը ավելի շատ եւ ինքը իր արժադրանքը կատարեց, ինչքանով ինքը պատրաստ էր ու կարար հենակետային դժգոհ չեմ, տղեն աշխատեց։ Վահագն Ամիրջանյան, պարոն Մելիքյան, դուք նշեցիք, որ կար որակի խնդիր եւ այդ որակով էլ պայմանավորված կար ռեալիզացիայի խնդիր։ Դուք ինչպես եք տեսնում ապագայում այդ խնդրի շուրջ լուծումը։ Կա արդյոք այդ լուծումը որակի հետ կապված։ Մենք կարող ենք բարելավել ֆուտբոլիստների ռեալիզացիան, թե ոչ։ Ասեմ, որ ինչ տենում եք մեր հարցակման գծում բացակայում է Սպերցյանը, մնացածը սաղ 90%-ով տեղում են եւ ինչ ունենք։ Մենք ֆուտբոլիստներ ունենք, պետքա սպասենք։ Նարեկ Հովանեսյան, Ֆինը, որոնք լավ ֆուտբոլիստներ են, բայց առայժմ իրենց ժամանակա պետք։ Սպասել եւ ապագայում կարող ենք ունենալ վերջավորություն, կարող է եւ մոտակա ապագայում, բայց ելի եմ ասում, մեր այսօրվա պարտության ամենակարևոր շեշտադրումը նա է, որ այդ վերջավորությունը մեզ չհերիքեց, այն որակը, այն փորձը։ Եվս մեկ հարցնամ, Գեորգի Հարությունյանին այսօր փորձարկեցիք նաև հենակետայինի դիրքում, 6 համարի դիրքում, նա փորձ ունի թիմում խաղալիս։ Ինչ կասեք, հետագայում այդ փորձարկումը կարող է շարունակական լինել, թե ամեն դեպքում նա ձեզ համար դիտարկվում է որպես կենտրոնական պաշտպան։ Չէ, ընդհանուր առմամբ ինքը կենտրոնական պաշտպան է, ավելի շատ աջ պաշտպան, կվերլուծենք, ավելի դետալնի կհասկանանք, բայց եթե պրոբլեմներ ունենանք այդ գծում կամ վնասվածքներ կամ եթե տենամ, ես չեմ վախենա երկրորդ անգամ իրեն փորձարկել այդ գծում համար 6 եւ մենակ Գեորգին չէր, եթե նկատեցինք Կամո Հովանեսյանը երրորդ ցենտրալն էր խաղում, երրորդ կենտրոնական էր խաղում, շատ փոփոխություններ, փորձարկումներ, պրոցեսը, որը մենք պետք է անցնենք, շատ եմ ափսոսում, որ չունեցանք երկրորդ խաղը, որովհետև դրա կարիքը ես ունեմ, բայց ամեն դեպքում ես հասկանում եմ եւ ես եմ տխուր եւ դուք եք տխուր, իրոք կրվելու խաղ չէր, պարտվելու խաղ չէր, բայց ես լավատես եմ, վստահեք մեզ ու համբերություն ու ամեն ինչ լավ կլինի։ Հարություն Զատրյան, պարոն Մելիքյան, երկու հարց ունեմ, մեկը ֆուտբոլային է, մեկը ավելի անձնական, ոչ ֆուտբոլային։ Ֆուտբոլայինի հետ կապված ուզում եմ հասկանալ, երկար ժամանակ կար թիմին պատրաստելու, այս խաղը թիմը իր պատրաստվածության քանի տոկոսը մարզումներին, որ ցույց է տալիս ձեր այդ շփումներին, քանի տոկոսը ցույց տվեց, կարող եք այս պահին արդեն գնահատել։ Տոկոսային հարաբերությունով չեմ կարող ասել, բայց այս թիմը մի քիչ ժամանակ է պետք եւ ավելին է պատրաստ, հա,
ավելին կարող է անել, ավելին այս թիմը ավելին կարող է անել, բայց առաջի հավաքն է, թիմի կեսը նոր են, իրենց հնարավորությունները ավելի շատ է, քան այսօր, բայց այսօրվա օրով այսքան կարող էինք, բայց մենք հələ կաշխատենք այս ուղղությամբ ու ցույց կտանք ավելի լավը։ Անձնական հարցը ամուսնացած եմ, 2 երեխա ունեմ։ Այդ լավ էր, բայց ես ուրիշ բանն եմ ասել, դուք հավատացյալ մարդ եք ու ունեք ձեր ռիտուալը խաղից առաջ, այսօր էլ ցաղկազարդեր, ուզում եմ իմանալ արդյոք օրինակ խաղից առաջ ֆուտբոլիստների հետ ինքներդ եկեղեցի եք գնացել, չգիտեմ, մասնակցել եք ցաղկազարդին թե ոչ։ Շնորհակալություն։ Ցավոք չէ, պատճառը ժամանակն էր, ես ավելի երևի ներսից ասեմ, մարշական ասեմ, որ խաղի օրը անում են մեկ ուստանովկան, խաղի հրահանգ, խաղի հրահանգ մեկ անգամ են անում, դա է նորմալը, մենք արել ենք 2 հատ, դա նորմալ չի, բայց ինչի մենք արեցինք, որովհետև չենք հասցնում նոր թիմը, մենք օրը 2-ից 3 հատ մենակ զալում աշխատել ենք 40-ից 1 ժամ, օրը 2-3 անգամ, դա էլ է շատ, այդ թեորետические աշխատանքները, դաշտում 2 պարապմունք, շատ ենք աշխատել ու պետք է աշխատենք, որ ձեզ ուրախացնենք։ Վարվարա Հայրապետյան, Արմեն պրես լրատվական, պարոն Մելիքյան, նախ ինչպես է Սպերցյանի վիճակը, որովհետև նրան չտեսանք, արդյոք վնասվածքը իսկապես լուրջ է։ Փառք Աստծո, էմերգենցիայից է տվել, որ լուրջ չէ շատ, ուղղակի երևի մի 2 շաբաթ ժամանակ է ուզում եւ կապակինվի, դրա համար մենք իր առողջության մասին մտածելու չուզեցինք օգտագործենք այսօրվա խաղը, եթե մենք ստիպեինք կամ ուզենայինք, ինքը մեծ ցանկություն ուներ այսօր խաղալու, բայց մենք ավելի շատ մտածում ենք իրեն մասին, որովհետև նա մեր համար շատ կարևոր խաղ է եւ իր առողջությունը շատ կարևոր է մեր համար։ Եվ եւս մեկ հարց, պարոն Մելիքյան, դուք ձեր խոսքում 2 անգամ ընդգծեցիք, որ զգացնել տվեց Սպերցյանի եւ այլոց բացակայությունը, բայց Աստված մի արած է, ապագայում գուցե նորից լինի արդեն ընտրական փուլում, հա, նման խնդիր, որ չլինի Սպերցյանը։ Արդյոք չենք մտածում իր դիրքում իր ունակությունները իհարկե չհաշվի չառնելով, երկրորդ ֆուտբոլիստ ունենալու, որ նման պահերի գոնե խաղ կվերցնի իր վրա։ Պլանավորել եմ ապրիլին գնամ Աֆրիկա, ֆուտբոլիզման գամ, ունենք են ինչ ունենք, Աստված չանի այդ տղում մի բան լինի, բոլոր ֆուտբոլիստները մեր աչքի առաջ են, մենք սա ակումբ չի, որ ես կարողանամ Բրազիլիայից, Աֆրիկայից ֆուտբոլիստներ բերեմ, պրոբլեմները լուծեմ, ունենք են ինչ ունենք, սա է մեր ռեսուրսը, Աստված չանի իրեն կորցնենք, մենք Իվոյի կորուստը մեծ, շատ մեծ, տենը մեկ, Իվոյի տեղը խաղում է Գեորգին, Սպերցյանի տեղը խաղում է Նարեկ Հովհաննիսյանը, կորուստները մեծ են, դրա համար հուսանք, որ կվերադառնա ու կօգնի մեզ։ Հասմիկ Բաբայան, Sport Media Max, պարոն Մելիքյան, դուք անընդհատ ասում եք սպասենք լավ կլինի, ուզում ենք իմանալ որքան սպասենք եւ քանի որ այսօրվա խաղը փորձարարական էր, ինչ ամեն դեպքում դրական կողմեր տեսակ չնայած պարտությանը։ Ամեն անգամ սպասեք լավ կլինի։ Ես ընդամենը 5 ամիս եմ աշխատում, թե 6 ամիս, նոր եմ եկել եւ պետք է ասեմ, որ սպասեք լավ կլինի, որովհետեւ ես ընդունել եմ թիմ, որը մեծ անկում է ապրել, ես ընդունել եմ նման թիմ, դրա համար թիմ կառուցելու համար հոգեբանական, սերնդափոխություն, այդ ամեն ինչ էլի կարևոր ուղղություններ կան թիմ ունենալու համար, որ պետք է աշխատանք տարվի համբերել ու սա նորմալ է, ես այն մարդը չեմ, որ պետք է պատճառաբանել, պատճառաբանություններ, բողոքել եւ այլն բան, բայց սա իրականություն է,
Ես ունեի քանի հոգի խաղում էին մեր հավաքականում, որոնք առաջի անգամ են խաղում։ Ես ինչ պետք է ասեմ։ Պետք է ասեմ համբերություն ժողովուրդ ջան։ Բոլորով միասին շարժվենք առաջ, աշխատենք, որ ապագայում ունենանք թիմ։ Ես ընդունել եմ եղել են լավ ֆուտբոլիստներ, այո, բայց այդ թիմը չի եղել։ Թիմը խնդիրներ է ունեցել։ Խոշոր հաշիվներով պարտություններ է ունեցել։ Մեծ խնդիրներ դուք գիտեք դրա մասին։ Դա համար այո, նորմալ է, որ ասում եմ համբերություն կաշխատենք, լավ կլինի։ Դրական կողմերը շատ էին ավելի։ Նոր թիմի համար, նորեկների համար մենք այսօր մեծ խնդիրներ ստեղծեցինք մրցակցին։ Մենք շատ վտանգավոր էինք իրենց համար։ Ես շնորհավորում եմ մրցակցին, բայց այսօր ավելի շատ իրանց բախտը բերեց։ Բայց այսպիսի պարտությունները ճիշտ է հաճելի չի, բայց որպես մարզիչ ինձ պետք է վերլուծել, սխալներ գտնել եւ այլն ու շարժվել առաջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։